Այսօր շատ են հարցերը, թե ինչպես են Բելգիայում վերամիավորվում ընտանիքները։ Ընտանիքի միավորումը կամ վերամիավորումը իրավական գործընթաց է, որը թույլ է տալիս օտարերկրյա պետությունում օրինական հիմքերով բնակվող անձանց, հովանավորներին, այսինքն կանչողներին, իրենց մոտ հրավիրել և համատեղ բնակություն հաստատել ընտանիքի անդամների հետ։ Բելգիայում և Եվրոպական միության այլ երկրներում ընտանիքի վերամիավորման կանոնները խստացվել են, ստորև ներկայացված են գործընթացի հիմնական պայմանները և պահանջվող փաստաթղթերը, այսպես, ովքեր ունեն միավորման իրավունք։ Որպես կանոն, հովանավորներին կարող են միանալ միայն ընտանիքի առաջին կարգի անդամները։ Ամուսինը կամ օրինական գրանցված գործընկերը և զույգի երկու անդամներն էլ պետք է լինեն առնվազն 21 տարեկան, իսկ որոշ դեպքերում 18 տարեկան։ Անչափահաս երեխաները մինչև 18 կամ 21 տարեկան կախված հովանավորի կարգավիճակից, ովքեր ամուսնացած չեն։ Հաշմանդամություն ունեցող չափահաս երեխաները, եթե ապացուցվի նրանց խնամքի տակ գտնվելը։ Ծնողները միայն այն բացառիկ դեպքում, երբ հովանավորը, այսինքն կանչողը, Բելգիայում գտնվող առանց ուղեկցողի անչափահաս փախստական է։ Որոնք են հիմնական նյութական պահանջները։ Դրանք են կայուն և բավարար եկամուտ, այսինքն Բելգիայում նվազագույն ամսական զուտ եկամտի շեմը կազմում է 2300 եվրո։ Մյուսը դա բավարար բնակարանային պայմաններն է, այսինքն անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան բնակարանային չափսեր, որը բավարար է, այսինքն ընտանիքի բոլոր անդամներին, որպեսզի բնակվեն այդ տանը, հարմարություններ ունեցող տուն, վարձակալության կամ սեփականության պայմանագրեր, ինչպես նաև բժշկական ապահովագրություն ընտանիքի բոլոր անդամների համար։ Հատուկ նշեմ, որ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար այս նյութական պահանջները կարող են չկիրառվել, եթե դիմումը ներկայացվում է կարգավիճակը ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում։ Պահանջվող բոլոր փաստաթղթերն են միջազգային անձնագիր, ամուսնության վկայական կամ ծննդյան վկայական, ազգակցական կապը հաստատելու համար, դատվածության բացակայության մասին տեղեկանք, այսինքն, որ 18 տարեկան լրացած անձին երբևիցե դատված չեն եղել, բժշկական տեղեկանք հատուկ հավատարմագրված բժշկի կողմից, ինչպես նաև վիզայի պետական տուրքի վճարման անդորրագիր։ Հիշեք, որ բոլոր փաստաթղթերը պետք է վավերացված լինեն ապոստիլով և թարգմանված լինեն երկրի պաշտոնական լեզուներից մեկով, այսինքն ֆրանսերեն, գերմաներեն կամ նիդերլանդերեն, կարող է նաև թարգմանված լինել անգլերեն։ Գործընթացը տևում է մինչև տարի ու կես։ Ընտանիքի անդամները դիմում են իրենց երկրում գտնվող Բելգիայի դեսպանատուն կամ դրանքից վիզայի կենտրոն, ստանալու երկարաժամկետ D տեսակի վիզա։ Փաստաթղթերը ուղարկվում են Բելգիայի ներգաղթի գրասենյակ։ Վիզան ստանալուց և Բելգիա ժամանելուց հետո ընտանիքի անդամները 8 օրվա ընթացքում պետք է գրանցվեն տեղական համայնքապետարանում, այսինքն կոմունում, կացության քարտ ստանալու համար։ Հարգելի հետևորդներ, այլ օգտակար տեղեկություններ ստանալու համար կարող եք բաժանորդագրվել Յաննա Բալյան YouTube-յան ալիքում։